Բարի երեկո, եթերում է հորիզոնի գլխավոր թողարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Եգիպտոսում է։ Վարչապետը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հրավերով Շարմ էլ-Շեյխ քաղաքում մասնակցում է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, մանրամասնելով, թե ինչու հանրապետության նախկին 3 ղեկավարներն իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել Ղարաբաղյան հարցի իրենց կողմից նկարագրված լուծումները։ Ինչու ուրեմն Հայաստանի բոլոր նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։ Սրա համար կարող է լինել երկու տարբերակ։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, եւ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Վաղ աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։ Արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն մուտքի վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի հերթական 8-րդ նիստը անդրադարձ է կատարվել Շենգենյան մուտքի վիզաների տրամադրման վիճակագրությանը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկումից բխող այլ հարցերի։ Հայկական կողմը բարձրաձայնել է համաձայնագրով սահմանված պայմանների կատարմանն առնչվող խնդիրները, ընդգծելով հատկապես ժամադրությունների սահմանափակ հասանելիությունը, տրամադրվող վիզաների վավերականության կարճ ժամկետները, համաձայնագրով սահմանված կանոնների, պահանջվող փաստաթղթերի և վճարների միասնական կիրառման անհրաժեշտությունը։ Հայկական կողմն ընդգծել է նաև, որ հանձնառու է իրականացնել Հայաստան-Եվրամիություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից բխող բարեփոխումները։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պետական պարտքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է վերանայել պետական պարտք հասկացությունը, դրանում բացառելով կենտրոնական բանկի արտաքին պարտքն ու պետական երաշխիքը և ներառել համայնքների պարտքը։ Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ, միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համարժեք։ Նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ապա պատասխանել է պատգամավորների հարցերին։ Ինչ պատկեր հիմա կունենա մեր այսպես ասած պարտքը, ինչ փոփոխություն է տեղի ունենալու եւ արդյոք նախագիծը, որը շուտով ներկայացվել է ազգային ժողով, արդեն իսկ նոր հաշվարկի նոր պատկերի հիման վրա է ներկայացվելու։ Շնորհակալություն։ Պարտքերը հետևյալ ձևով է փոխվելու, մոտ 2%-ով մեր պետական պարտք քննածութանիշը իջնելու է, հիմնականում կենտրոնական բանկի պարտավորությունների հաշվին եւ մոտավորապես 0.2%, այդ 2%-ի մեջ դա երաշխիքներն են։ Իսկ ներողություն, այդ պայմանական պարտավորություններն ու երաշխիքները, որ արդեն հաշվարկվեն, դուք ընդհանուր առմամբ այսպես ասած հաշվառում արվել է, ինչքան են իրանք եւ ինչ ազդեցություն իրանք կունենան։ Այո, ես ներողություն եմ խնդրում մի հատ ճշգրտում ուղղակի անեմ, պայմանական պարտավորություն ասելով մենք նկատի ունենք պայմանագրային պայմանական պարտավորությունները, որովհետև երբ որ մենք խոսում ենք մեր պրակտիկայում, երբ որ խոսում ենք պայմանական պարտավորություն հասկանալի է, բայց եթե ավելի լայն պայմանական պարտավորությունը դիտարկենք, ապա պետության ցանկացած պոզիտիվ պարտականություն ֆիսկալ տեսանկյունից կարող է համարվել պայմանական, այսինքն օրինակ ապագա թոշակները եւս կարելի է համարել պայմանական պարտավորություն։ Պայմանագրային պայմանական պարտավորությունները նրանք են, որ պայմանագրով մեջ ինչ որ կետ գրած, որ եթե ինչ-որ մի բան տեղի ունենա, որը պետության ուղղակի կառավարումից դուրս է, ապա պետությունը որոշակի ծախսեր պետք է կրի կամ հատուցումներ տրամադրի, դրանց մասին է գնում խոսքը։ Եթե նման պայմանական պարտավորությունների մասին ենք խոսում, իրանք պատմականորեն մոտավորապես 5-ից 6% մակարդակի վրա են ՀՆԱ-ից, մենք դա ֆիսկալ ռիսկերի զեկույցում միշտ ներառում ենք, եւ երաշխիքները իրանք մոտավորապես 0.1-0.2%-ի վրա են կանգնած այս պահին։ Եվս մեկ կարևոր կետ երաշխիքների մասին, Տիկին Վարդանյան, մենք հաշվարկի մեջ
դեպի այդ սահմանաչափը գնացող հաշվարկի մեջ չենք ներառելու այն երաշխիքները, որտեղ պետությունը ունի երաշխիքի դիմաց առաջնային գրավ, եւ այդ առաջնային գրավի շուկայական արժեքը գերազանցում է 120% երաշխիքի, որտեղ նման դեպքերում մենք կարելի ասել երաշխիք ենք թողարկել, որը վտանգավոր չի պետական պարտքի տեսանկյունից։ Այսինքն այս ամբողջ կառուցվածքը նրա համար է, որ հնարավոր ռիսկերը դեպի պետական պարտքը զսպենք։ Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում այսօր կայացավ Գազայում խաղաղության հաստատման ուղղված գագաթնաժողով։ Այդ գագաթնաժողովին հրավիրված էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, բացի Հայաստանի վարչապետից էլ ովքեր էին հրավիրված։ Այս դեպքում հրավիրողները այս ֆորումի համանախագահողներն են, այսինքն Միացյալ Նահանգներն ու Եգիպտոսը, եւ հրավիրվածների թվում աշխարհի 20 առաջնորդներ են, եւ իհարկե պատվաբեր է լինել մի շարքում Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Էմիրությունների ղեկավարների հետ, հա, նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներ լինելու Եվրախորհրդի նախագահ եւ այլն։ Նշեմ, որ Ռուսաստանը հրավիրված չէ, փոխարենը ուղարկվել է Իրանի նախագահին, ով չի ընդունել այս հրավերը։ Համասը չի մասնակցելու, քանի որ ահաբեկչական է ճանաչված ամբողջ աշխարհում, թեև խոսքը հենց Գազայում խաղաղության մասին է, ամենայն հավանականությամբ Գազայի փոխարեն այդ խաղաղ համաձայնագիրը կստորագրի միջնորդը, հավանաբար դա կլինի Քաթարը կամ մեկ այլ ծոցի երկիր։ Պաղեստինի վարչակազմը ներկայացված է առաջին դեմքով, Մահմուդ Աբբասը հրավիրված է, Նետանյահուի մասնակցության հարցը մինչև վերջին պահը հարցական էր։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ Իսրայելի վարչապետը չի կարողանա մասնակցել այս գագաթնաժողովին եւ դա պատճառաբանում էր նրանով, որ հոկտեմբերի 13-ին երեկոյան սկսվում է հուդայական Սիմխաթ Տորա կրոնական այդ տոնը, բայց պարզ է, որ դա ընդամենը պատճառաբանություն է։ Տեղեկատվական արտահոսքներ եղան այն մասին, որ չի բացառվում, որ վերջի պահին այնուամենայնիվ Իսրայելի վարչապետը միանա եւ մասնակցի եւ թե իբր դա կապված է նրանից, թե ինչ բովանդակության կունենար Թրամփի այսօրվա Քնեսետում ունեցած ելույթը։ Կարծես թե Նետանյահուն գոհ էր Թրամփի ելույթից, բայց այդպես էլ չհաստատվեց Եգիպտոս նրա մեկնելը։ Իդեպ հատկանշական է, որ կրկին տեղեկատվական արտահոսքների համաձայն Թուրքիայի նախագահ Էրդողանը տեղեկացրել էր, որ եթե Էրդողանը լինի, նա չի մեկնի Եգիպտոս։ Այս գագաթնաժողովը իսկապես խոստանում է պատմական դառնալ, քանի որ եթե ստորագրվի, այսինքն երբ ստորագրվի այդ համաձայնագիրը, այն հիմքը կստեղծի հաջորդ քայլերի համար։ Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչ շուրթերից հնչել է հայտարարություն այն մասին, որ Իսրայելը միգուցե պատրաստ լինի ճանաչել Պաղեստինի պետականությունը։ Այդ մասին հայտարարությամբ հանդես եկավ Եվրամիությունում Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչը, եւ դա իսկապես կարելի է այսպես փոքր սենսացիա համարել, որը կարծում եմ շատ ավելի լուրջ հետևանքներ կունենա եւ այդ քայլերին արժի սպասել շուտով։ Իսկ ինչով էր պայմանավորված Հայաստանի վարչապետին ուղղված հրավերը։ Դա իհարկե բոլոր իմաստներով դրական երևույթ է, այն վկայում է այն մասին, որ Հայաստանը արդեն ընկալվում է ոչ միայն որպես նախկին խորհրդային պետություն, ոչ միայն որպես հարավային Կովկասի պետություն, այլ նաև մեծ մերձավոր արևելքի մասը կազմող պետություն։ Իհարկե Թրամփին կարևոր է, որպեսզի այս գագաթնաժողովին ներկա լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, որպես օրինակ իր կողմից հաշտեցման բերած հայ ինչ-որ խնդրի լուծած խնդիր։ Իդեպ նշեմ, որ այս պաղեստինյան Գազայի վերաբերյալ այս գործարքի գլխավոր հեղինակը, բանակցորդը եղել է հենց նույն այն Ստիվ Վույթկոֆը, որը համարվում է այդ TRIP նախագծի գլխավոր ճարտարապետ։ Թրամփի համար կարևոր էր ստեղծել Ալիևին եւ Փաշինյանին հանդիպման համար նոր հարթակ, քանի որ վերջին հարթակը, որում նրանք հանդիպել են, Թրամփի համար իհարկե այդքան էլ հաճելի հարթակ չէր եղել, վերջին անգամ նրանք հանդիպել էին ԱՊՀ գագաթնաժողովում Դուշանբեում հոկտեմբերի 10-ին։ Այս միջոցառումը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները իհարկե կրկին օգտագործեցին հանդիպելու համար, ոչ պաշտոնական հանդիպում է եղել, նրանք զրուցել են, իդեպ նաև նրանց հետո միացել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Նշեմ, որ Հայաստանը ունի բնական շահեր այդ մերձավոր արևելյան տարածաշրջանում, առնվազն 1.5 հազարամյակի պատմություն ունի հայկական ներկայությունը այդ տարածաշրջանում, ինչը հավանաբար հաշվի են առել Հայաստանի վարչապետին այդ կարևոր միջոցառմանը հրավիրելիս։ Իդեպ ժամանակին հենց Երուսաղեմի հայկական թաղամասի պատկանելիության հարցն է եղել գլխավոր վիճելի հարցերից մեկը 2000 թվականի Քեմփ-Դեվիդյան բանակցությունների ժամանակ, երբ Բարաքին եւ Արաֆատին այդպես էլ չհաջողվեց այդ հարցի վերաբերյալ համաձայնության գալ, չնայած Բիլ Քլինթոնի բոլոր միջնորդական ջանքերին։ Եվ եթե Հայաստանի դիվանագիտությունը ճիշտ օգտագործի այն, որ Հայաստանը հրավիրված է այս միջոցառմանը, միգուցե Հայաստանի իրավունք կարողանա ունենալ ներկա գտնվելու նաև Երուսաղեմի ապագա կարգավիճակի վերաբերյալ անխուսափելի բանակցություններին։ Այսինքն, եթե սկսվում է ինչ-որ հաշտեցման պրոցես, բնական է, որ հաջորդ փուլերից մեկում ուշ թե շուտ կհնարկվելու է նաև Երուսաղեմի կարգավիճակի հարցը, իսկ Հայաստանը այս դեպքում եւս ձայնի իրավունք պահանջելու այսպես հիմք կունենա։ Նշեմ, որ եւ Պաղեստինը եւ Իսրայելը գնահատում են հայկական ներկայությունը տարածաշրջանում, հայկական համայնքի դերն ու նշանակությունը, եւ դրա դրսևորումներից մեկը կարծում եմ այն է, որ Պաղեստինի ղեկավարը երկրի արտգործնախարար է նշանակել մեր հայրենակցուհի Վարսեն Աղաբեկյանին, իսկ Իսրայելի վարչապետը կառավարության պաշտոնական ներկայացուցիչ է նշանակել նույնպես մեր հայրենակցուհի Շոշ Բեդրոսյանին։ Արդյոք Իլհամ Ալիևին հրավիրել էին պարզապես պարիտետը պահպանելու համար։ Չեմ կարծում, որ միայն դրա պատճառով, թեև Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջեևը ասել է, որ Ալիևին ուղղված հրավերքը ապացուցում է այն, որ Ադրբեջանի տարածաշրջանային աշխարհաքաղաքական նշանակությունը շարունակում է աճել։ Իհարկե, եթե Հայաստանի վարչապետին հրավերք չլներ, Ալիևին չէր լինի, բայց կարելի է ասել նաև հակառակը, հա, նրանք միասին են հետաքրքիր Թրամփի համար։ Բայց ամեն դեպքում Իսրայելը նաև սեփական բնական շահերը ունի այդ տարածաշրջանում, ադրբեջանական պետական նավթային կորպորացիան նավթային գազային պրոյեկտներ ունի Իսրայելում եւ հավանաբար Թրամփը նաեւ հույս ունի հրավիրելով Ալիևին այս միջոցառմանը, որ Ադրբեջանը կմասնակցի գազայի վերականգնողական ծրագրերին, համենայն դեպս գոնե ֆինանսավորման ձևով։ Իդեպ նաեւ կարեւոր է նկատել, թե ով ում է դիմավորել օդանավակայանում, դա եւս վկայում է այն մասին, թե ինչպես է հրավիրող կողմը ընկալում հրավիրված հյուրին։ Օրինակ Էրդողանին օդանավակայանում դիմավորել է անձամբ Եգիպտոսի նախագահ Սիսին, Հայաստանի վարչապետին դիմավորել է ավիացիայի նախարարը, իսկ Ադրբեջանին սպորտի նախարարը։ Կարծում եմ այնուամենայնիվ ավիացիան կառավարությունում ավելի կարևոր է, քան սպորտը։ Շնորհակալություն Արցուն։ Բացահայտիր Հայաստանը երկնքից օդապարիկներ Երևանի երկնքում տոնական միջոցառումներ մայրաքաղաքի տարբեր վայրերում, իսկ վերջում նաև մեծ համերգ հանրապետության սրտում։ Այս ամենը տեղի են ունեցել Էրեբունի Երևան 2807 տոնակատարության շրջանակներում։ Էրեբունի Երևան 2807 տոնակատարությունն այս տարի մեկնարկեց օդապարիկների թռիչքով։ Բացահայտիր Հայաստանը երկնքից օդագնացության միջազգային փառատոնի սկիզբը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից էր։ Միջոցառումը կազմակերպել էր Skyball ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ եւ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնի բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Երևանցիների ու քաղաքի հյուրերի համար նախատեսված այս նախաձեռնությունը տարեստարի ընդլայնում է մասնակցության աշխարհագրությունը։ Այն այս տարի համախմբել է օդաչուների բազմաթիվ երկրներից։ Մայրաքաղաք Երևանը 3 դարձավ 2807 տարեկան։ Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց դեռ վաղ առավոտից տոնական հեծանվաերթով։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում Կասկադ համալիրի տարածքում Դիանա Աբգարի անվան զբոսայգում, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Կարապի լճի հարակից տարածքում, Սախարովի եւ Ազատության հրապարակներում անցկացվեցին տոնակատարություններ։ Իրենց ելույթներով հանդես եկան հանրահայտ մի շարք նվագախմբեր, ինչպես դասական, այնպես էլ երաժշտական տարբեր ժանրի կատարողներ։ Երևանը քո տունն է, ամեն առավոտ, երբ քաղաքն արթնանում է, նրա շունչը զգացվում է քո քայլերում, քո ժպիտում։ Օրվա առիթով Երևանի քաղաքապետն ահա այս տողերով էր իր ուղերձը սկսել։ Քաղաքի կյանքը սկսվում է հենց քեզնից, քո գործից, քո պատասխանատվությունից ու սիրուց նրա հանդեպ։
Դու պարզապես չես ապրում Երևանում։ Դու կառուցում ես այն ամեն օր, ամեն քո քայլով։ Գիտեմ, դեռ շատ խնդիրներ կան, բայց հենց դրանց լուծման ճանապարհին է երևում մեր միասնականությունը։ Քաղաքը փոխվում է, պահպանելով իր ոգին, բայց ամեն օր մի փոքր ավելի լավն է դառնում։ Տիգրան Ավինյանի խոսքով իրենք կառուցում են քաղաք, որտեղ յուրաքանչյուր նոր բան արվում է անհատի համար, եւ ամեն բարեփոխման հիմքում նույն գաղափարն է՝ արժանապատիվ կյանք յուրաքանչյուր երևանցու համար, մաքուր բակ, հարմար տրանսպորտ, ապահով միջավայր։ Եվ հենց այդ սիրով ենք մենք առաջնորդվում, որ Երևանը լինի մարդկանց համար քաղաք։ Շնորհավոր տոնը, մեր սիրելի Երևան։ Տոնական օրը եզրափակվեց Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգով։ Օրվա կապակցությամբ վարչապետ Փաշինյանը նախ 3 առավոտյան էր տեսանյութ հրապարակել, կից գրառմամբ՝ «Բարի լույս եւ լավ Էրեբունի Երևանի օր բոլորիդ»։ Այսօր էլ հերթական գրառմամբ շնորհավորել էր երևանցիներին, Երևանի քաղաքապետ Անին եւ քաղաքապետ Տիգրան Ավինյանին Էրեբունի Երևան տոնակատարությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ էլ իրենց մասնակցությամբ Էրեբունի Երևանը հաստատեցին որպես կյանքի եւ խաղաղության տոն։ Կեցեք։ Իսկ շոու ծրագրում ներառված էին ինչպես հայազգի հայտնի կատարողներ, այնպես էլ արտերկրացի։ Վերջում Հանրապետության հրապարակն առավել գունեղ ու լուսավոր դարձրեց տոնական հրավառությունը։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Հայաստանում այսուհետ ձկնորսությունը կհամարվի սպորտաձև եւ դրա ամրապնդման ու զարգացման համար արդեն իսկ կազմակերպվում են մրցույթներ։ Մանրամասները դիտեք տեսանյութում։ Պետք է տրամադրված գազ, որ չլարվես ձուկ բռնելու ժամանակ, որ հետո չասես խի չեմ բռնել։ Փոքրերի խմբից 11-ամյա Արմանն է, վստահ իր ուժերի վրա խորհուրդներ է տալիս, ասում, որ ձկնորսությունը խաղու պար չէ, այն լուրջ գործ է եւ պետք է լրջությամբ մոտենալ աշխատանքին։ Հայաստանում արդեն երկրորդ անգամ կազմակերպվել է ձկնորսության մրցույթ մեծերի եւ փոքրերի համար։ Ուներ ուսուցողական նպատակ՝ մասնակիցներին սովորեցնել սպորտային ձկնորսության ճիշտ ձևը, խթանել դրա զարգացումը Հայաստանում։ Մրցումները լինելու է բարաբերաբար լինելու, որ աշխատեն դրա հետ մեկտեղ սեմինարներ լինելու, որը որ էլի ուսուցողական լինելու, որպեսզի այս հիմիկվա բանը սխալերը չլինի արդեն մյուս մրցումներին, արդեն քիչ-քիչ կգնանք սպորտին դեպի պրոֆեսիոնալին։ Իսկ երեխաներին սովորեցնում ենք, որ նույնպես էլի հասկանան ինչ է իրանց ներկայացնում ձկնորսությունը, ոնց է լինում ձկնորսությունը, գեղեցիկ ձկնորսություն, այլ ոչ թե գնան, ասենք ցանցերով որսանք։ Սպորտային սպինինգը ձկնորսության ամենահայտնի ձևերից է, որտեղ օգտագործվում է արհեստական խայծ ձուկ բռնելու համար։ Այսպիսով չի վնասվում ձուկը, այլ օգնում է մասնակիցներին վարպետանալու հարցում։ Սպորտաձևում կիրառվում է բռնելու եւ բաց թողնելու սկզբունքը, դե իսկ վարպետանալու համար պետք է լինեն սպորտաձևին համապատասխան վայրեր։ Փորձում ենք զարգացնել սպորտային եւ սպինինգի եւ կարփֆիշինգի ֆեդերացիաների սպորտաձևերը, որը միջազգայինորեն ճանաչված սպորտաձևեր են, որ Հայաստանում են լինեն, իսկ դրա համար ինըմպաստ պետք է ինչ-որ քայլեր անել, իսկ այդ քայլերը անելը դա նշանակում է տարածքը համապատասխանեցնել այդ ստանդարտներին, այսինքն չափորոշիչներին, դա արվում է, ամենակարևոր մասը ձուկ ապահովել լճերում, որ կայանա լավ ձկնորսություն, այդ ամեն ինչը արվել է, ու ընթացքում էլ տեսնելու եք այդ առաջընթացը։ Սկսնակներին ուսուցանելու նպատակով Հայաստան են եկել միջազգային փորձառու ձկնորսներ։ Նրանք տպավորված էին մասնակիցների ամուր կամքով եւ նվիրումով, ուրախ տեսնելով, որ Հայաստանը եւս մեկ կարևոր քայլ է անում այս ոլորտում կայանալու համար։ Վարպետները մեծ սիրով պատրաստ էին կիսվել իրենց փորձով եւ աջակցել նորեկներին, հնարավորություն տալով կերտել նոր ուղի։ Ուրախ եմ, որ սկսում է զարգանալ պրոֆեսիոնալ սպորտային ձկնորսությունը։ Հիշում եմ, որ 2 տարի առաջ նման սպորտաձև չկար Հայաստանում, իսկ հիմա շնորհիվ ֆեդերացիայի արդեն առաջընթաց կա։ Ես մոտ 15 տարի զբաղվում եմ սպորտային ձկնորսությամբ, թե Ռուսաստանում, թե այստեղ։ Կաջակցենք, կփորձենք զարգացնել այս գեղեցիկ սպորտը, որպեսզի մի քանի տարի հետո Հայաստանում շատ ուժեղ ձկնորս սպորտսմեններ լինեն։ Մրցույթի ավարտին հաղթողներին հանձնվեցին գավաթներ, իսկ մասնակիցները ստացան ձկնորսության համար նախատեսված նվերներ։ Այսպիսով Հայաստանը վստահ քայլերով շարժվում է առաջ, ձևավորելով մի նոր, առողջ եւ համախմբված համայնք, որտեղ ձկնորսությունը ոչ թե պարզապես հոբի է, այլ հոգեվիճակ ու մշակույթ։ Լուիզա Սարգսյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։
Ավարտվեց հորիզոնայից թողարկումը, կարճատև դադարից հետո դու կարող եք դիտել հեռանկար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Շանթիեթերը շարունակում է հեռանկար, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին։ Պարոն Սարգսյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք վարչապետի Եգիպտոս այցից, որտեղ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահը Թրամփի հրավերով մասնակցություն ունեցան Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Նախ ինչ նշանակություն կարող է ունենալ այս մասնակցությունը եւ նաև հրավերը Միացյալ Նահանգների նախագահի կողմից։ Նախ պիտի ասեմ, որ սրանով Միացյալ Նահանգները եւ նրա նախագահ Թրամփը ցույց են տալիս, որ իրենք տարածաշրջանը չեն բաժանում Մերձավոր Արևելքի, Կովկասի եւ այլ, իրենք էս տեսնում են ընդհանուր մեկ տարածաշրջանի գաղափարախոսության առումով եւ այդ տարածաշրջանում գերկարևորում են խաղաղությունը։ Եվ դրա փաստն էր թե Վաշինգտոնում Ալիև-Փաշինյան հանդիպումը եւ փաստաթղթերի նախաստորագրումը եւ թե Մերձավոր Արևելքում այդ երկու լիդերների հրավիրելը, ինչը շատ կարեւոր է, ինչը առաջընթաց է, նման բաներին պետք է ուրախանալ, քանի որ շփումները պատերազմը էլ ավելի են հեռացնում եւ սա եւս մեկ փաստ է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է տարածաշրջանային խաղաղության եւ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում է։ Ինքը այս տարածաշրջանում Իսրայելից սկսած վերջացած մինչև կենտրոնական Ասիայի երկրներ, միջինասիական հանրապետություններ հետաքրքրություններ ունի, ներկա է եւ զբաղվում է տարածաշրջանով։ Այսինքն դուք կարծում եք, պարոն Սարգսյան, որ Իսրայելում, Գազայում հաստատված այդ խաղաղությունը իր ազդեցությունն, իր հետևանքները կթողնի նաև մեր տարածաշրջանում, Հարավային Կովկասում։ Ու ինչպես կարտահայտվի դա։ Միանշանակ, ես ուզում եմ ամրագրեմ, որ խաղաղության ձգտումը որպես փաստ գոյություն ունի, այդ փաստը ամրագրվեց Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան այդ համաձայնագրի ստորագրմամբ, հիմա էլ այդ փաստը ամրագրվում է նաև Պաղեստինում խաղաղության հասնելու ամրագրմամբ, այդ ուղղությամբ շարժվում է նաև Միացյալ Նահանգները, Ռուսաստան եւ Ուկրաինա համատեքստում, հետեւաբար պիտի ամրագրենք, որ Միացյալ Նահանգները ամբողջ աշխարհում խաղաղություն բերելու, մասնավորապես Թրամփը իր քաղաքականությամբ խաղաղության հասնելու կողմնակիցն է, ինչը շատ դրական է, որտեղ Հայաստանի Հանրապետության համար այսօր համար 1 խնդիրը որոշակի խաղաղ ժամանակ ունենալ է պետք եւ այդ խաղաղ ժամանակը օգտագործել ուժերի վերականգնման եւ ռազմական տնտեսական բալանսի հավասարեցման խնդրում։ Պարոն Սարգսյան, Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացը կարծես թե սկիզբ դրվեց համաձայնության գերիների փոխանակմամբ, ինչը չարվեց Հարավային Կովկասի դեպքում, որը նաև այսպես քննադատվեց նաև Հայաստանում ընդդիմադիր շրջանակներից։ Բայց այնուամենայնիվ Թրամփը ակնարկեց, որ կդիմի Ալիևին եւ հայ գերիները կվերադառնան, բայց կարծես թե առաջընթաց չեղավ։ Գիտեք, համեմատությունը բացարձակ տեղին չի մի պարզ պատճառով, որովհետև գերիների հետ վերադարձը պարտադրում է Իսրայելը, իսկ ինքը հաղթող կողմ է եւ իր զորքերը Պաղեստինում են։ Մեր զորքերը Ադրբեջանում չեն, ու մենք չենք կարող պարտադրել Ադրբեջանին գերիներին հետ վերադարձնել։ Այստեղ հաղթող պարտվողի տարբերություն կա։ Միացյալ Նահանգները պահանջում է, որ Ադրբեջանը գերիներին հետ վերադարձնի, կարծում եմ այս թեման քննարկման թեմա է դարձել, ոչ միայն կարծում եմ համոզված եմ եւ դա հաստատեց թե Նիկոլ Փաշինյանը, թե որոշակի ակնարկներով նաև Միացյալ Նահանգները եւ նրա նախագահ Թրամփը, որ դա բանակցային թեմա է, բայց Միացյալ Նահանգները այսօր համարում է համար 1 խնդիրը Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը դադարեցնել եւ դա խաղաղության հանգրվանի հասցնել։ Եվ այդ խաղաղության հանգրվանի հասցնելու համար իհարկե գերիների հետ վերադարձը գերկարևորներից է, բայց որպես նախնական քայլ խաղաղության փաստաթղթի նախաստորագրումն է, հետո դրա ստորագրումը, դրանից հետո կանդրադառնան նաև բռնի տեղահանվածների հետ վերադարձին, այսինքն սրանք գործընթացներ են, որոնք որոշակի աշխարհաքաղաքական շահեր եւ որոշակի առումով նաև հետագայում 26 թվի հետ կապված ազդեցությունների դաշտը վերաբաշխելուն են վերաբերվում։ Իսկ հայ-ադրբեջանական այդ նախաստորագրված խաղաղության փաստաթուղթը ըստ ձեզ ավարտում է, փակում է պատերազմի էջը, այսինքն ապահովում է անվտանգություն, թե պարզապես դադար է նաև առանց երաշխիքների, ինչպես շատերը գնահատում են։
Վերջնական խաղաղություն կարող է ապահովել միայն ռազմական եւ տնտեսական բալանսի որոշակի հավասարակշռությունը, ինչին պիտի հասնի Հայաստանը։ Այս փաստաթուղթը հնարավորություն տալիս է, որ Հայաստանը խաղաղության պարագայում իր երկիր ներգրավի բազմաթիվ ներդրումներ ոտքի կանգնի եւ տարածաշրջանում գործի որպես առանձին, բայց բացարձակ աշխարհի համար արժեք ունեցող գործոն։ Ընդ որում Միացյալ Նահանգները, եթե ուշադրություն դարձրած լինեք, այդ խնդիրների լուծմանը հիմնականում հասնում են ոչ թե զորքեր մտցնելով, այլ տնտեսական պատժամիջոցներով կամ տնտեսական աջակցություններով։ Այս առումով Հայաստանի Հանրապետությանը լուրջ առաջարկներ են արվել եւ Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամանակ ստորագրվել է փաստաթուղթ, որում 3 կետ է նշված եղել, առաջինը կիսահաղորդիչներ, երկրորդը եղել է էներգետիկ համակարգ, ատոմակայան եւ երրորդը եղել են ճանապարհներ։ Այս բոլոր ուղղությամբ էլ առաջարկներ կան, բայց այդ առաջարկների հետևից գնալ է պետք, այդ առաջարկներով զբաղվել է պետք եւ այդ առաջարկներով պիտի զբաղվեն նաեւ որոշակի լոբիստական խմբեր, որոնք գործում են Միացյալ Նահանգներում։ Այսօր Հայաստանում Հայաստանի կողմից լոբիստական որպիսի այդպիսի խմբեր գոյություն ունեցող ցավոք սրտի չկան, կա Հայդատի գրասենյակը, որը հիմնականում գործել է ցեղասպանության համատեքստում, գործել է Արցախահայության հետ վերադարձի համատեքստում, հուշարձանների պաշտպանության համատեքստում, ինչը գովելի է, բայց ցեղասպանության համատեքստում Միացյալ Նահանգները արդեն իսկ ճանաչել է ցեղասպանությունը եւ նոր բան պահանջերը այդքան էլ ակտուալ չի։ Ինչ վերաբերվում է փախստականների հետ Արցախ հետ վերադարձին, այստեղ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հասնեն, որպեսզի 26 թվականին Հայաստանում չկրկնվի այն պատմությունը, ինչը տեղի ունեցավ Վրաստանում, այսինքն քաղաքական կուրսի փոփոխություն չլինի, հետեւաբար իր համար գերկարևորը խաղաղության մինչև ընտրություններ խաղաղության փաստաթուղթ ստորագրելն է, ոչ թե փախստականների հետ վերադարձի հարցով այդ խնդիրը ձգձգելը։ Ինչ վերաբերվում է հուշարձաններին, այս այլ կազմակերպությունների խնդիր է, որը լրացնել է պետք։ Հիմիկա մի նորություն, որ այնպես ինչպես Հայդատի գրասենյակը, որը դաշնակցության կից լոբիստական կառույց է, նաև Հանրապետություն կուսակցությանը կից լոբիստական կառույց է ձևավորվում Միացյալ Նահանգներում, որը գործելու է զուտ տնտեսական ու միայն տնտեսական լոբիստական աշխատանքներ անելով, ներգրավելով Հայաստանի տնտեսական դաշտ, ինչպես, այսպես ասեմ, օդանավակայանի հետ կապված խնդիրներով, որտեղ շատ լուրջ առաջարկներ կան իմիջայլոց, այս երկու տերմինալների կառուցումը չի ու միայն ուղևորափոխադրումների ավելացումը, կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները այդ առաջարկել են նաև որպես ֆարմացևտիկ պայստավորման կենտրոն ունենալու որպես Հայաստանը, որովհետև հիմա աշխարհում ամենաշատ փոխադրումները տեղի են ունենում տարբեր վակցինների առումով, սկսած կարմիրուկից, խոզուկից, վերջացրած գրիպի տարբեր վակցինների առումով, Կենտրոնական Ասիան ամենախիտ բնակեցվածն է, բայց իրենք չեն արտադրում այդ վակցինները, այդ վակցինները արտադրում են հիմնականում զարգացած երկրներ, Միացյալ Նահանգներ, Եվրոպա, եւ այդ վակցինների տեղափոխման խնդիր կա ու Երևանի Զվարթնոց օդանավակայանը շատ հարմար է դրա համար։ Վակցինները հատուկ պայմաններ են պահանջում, սառը ջերմաշճան, հատուկ խնամք եւ այլը, եւ այս ոլորտում նաեւ կան հայ վակցիններ արտադրող ընկերություններ Միացյալ Նահանգներում, որոնք շահագրգռված են Հայաստանին, այս լոբիստական խնդիրները լուծելու են նաև այդ խնդիրը, որ ոչ միայն երկու տերմինալ կառուցվի մարդկանց տեղափոխելու համար, այլև ֆարմացևտիկ ոլորտի Հայաստանը որոշակի հաբ դառնա Հայաստանից կենտրոնական Ասիա տեղափոխելու համար։ Երկրորդ հանգամանքը կա, որը ստորագրվեց, որը գերկարևոր էր այդ ցանկում։ Դա կիսահաղորդիչների ցանկն էր, ինչը չափից ավել լավատեսականն է։ Եվ ինչ պիտի արվի այս կիսահաղորդիչների առումով։ Առաջին 2 տարին Հայաստանի Հանրապետությունը պիտի Հայաստանում ստեղծի կիսահաղորդիչների ինստիտուտ։ Այդ ինստիտուտի ստեղծումը մոտարապես $500 միլիոն փող է արժանալու, որովհետև այդտեղ ճշգրիտ սարքավորումներ ու լավագույն լաբորատորիաները պիտի լինեն։ Ու ցանկալի է, որ Հայաստանը ինքն էլ ներդրում ունենա գոնե 100-150 միլիոնի։ Այս դեպքում Միացյալ Նահանգներից ներդրողներ բերելը շատ ավելի կարագանակ ու հեշտանա։ Երկրորդ, երբ որ այդ ինստիտուտը կձևավորի, նա կմոդելավորի, թե ինչ տեսակի կիսահաղորդիչներ են, որ պիտի արտադրվեն Հայաստանում։ Երրորդից 5-րդ տարիների ընթացքում այդ ինստիտուտում փորձնական տարբերակով պիտի ստանան այդ կիսահաղորդիչները
եւ այդ կիսահաղորդիչները փորձարկվեն։ Իսկ 5-ից 10 տարվա ընթացքում արդեն Հայաստանում պիտի կառուցվի այն գործարանը, որը massայական արտադրության AR տիպի կիսահաղորդիչներ պիտի արտադրի, որոնք արհեստական ինտելեկտի համար են։ Հենց Հայաստանը սկսեց այդ 10 տարի հետո այդ տեսակի կիսահաղորդիչներն արտադրելը Հայաստանը դառնում է Թայվան։ Մենք խոսում ենք բացարձակ ուրիշ երկրի, ուրիշ խաղաղության, աշխարհում ունեցած բացարձակ ուրիշ արժեքի մասին։ Ինչ է առաջարկում մեզ Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները էս է առաջարկում։ Ու այս ուղղությամբ ընդառաջ քայլեր է անել պետք եւ ներդրողներ է գրավել պետք, ակտիվ ներդրողներ է գրավել պետք, հետեւաբար լոբիստական խմբեր ձևավորել է պետք։ Շատ կուզենամ, որ իշխանությունները զբաղվեն սրանով։ Հիմա զբաղվում են, չեն զբաղվում, մենք մեր մասով զբաղվում ենք ու բարեբախտաբար Հանրապետություն կուսակցությունը կունենա այդ խումբը։ Ինչ է Միացյալ Նահանգներն ուզում, որ Հայաստանում ունենա այդ։ Որովհետև տեսեք, այդ կիսահաղորդիչների հիմնական հենքը վաֆելներն են։ Դրանք սիլիկոնային վաֆելներն են, որոնք ստացվում են, այսպես ասած, կվարցային նյութերի 1000 աշճան ջերմաստիճանում ճշգրիտ սարքերով, հալելու եւ այլնի միջոցով։ Որտեղ կան դրանից ամենամեծ արտադրողը Չինաստանն է։ Այդ Չինաստանը բազմաթիվ մետաղական հանքավայրեր ունի, որոնց թափոնների վրա ինքը հետ անում է։ Չինաստան անխնա օգտագործել է էկոլոգիան, հետեւաբար այդ փոչահանքերից լիքն ունի։ Ռուսական կապիտալը եւ սովետական միությունը նույն կերպ անխնա օգտագործել է Հայաստանի բնական ռեսուրսները եւ այդ փոչահանքերից մենք ունենք։ Հետեւաբար մենք ունենք այդ նյութերը եւ մենք ունենք կիսահաղորդիչների լավ մասնագետներ։ Աշխարհի բոլոր կիսահաղորդիչ արտադրող կենտրոններում լավագույն մասնագետներ կան նաեւ հայերից։ Տեսեք, Nvidia ընկերությունը, որ գալիս է Հայաստան, որ 500 միլիոն ներդրում է անելու եւ այդ ծրագիրն արդեն ուժի մեջ է։ Դա այնքան էլ Nvidia-ն չի, որտեղ տրիլիոնանոց ընկերություն է։ Nvidia-ի ինչ որ ստարտափ է, որը այդ կիսահաղորդիչներով հավաքած բլոկները բերելու է, դնելու է Հայաստանում, հավաքելու է, ստեղծելու է տեղեկատվական կենտրոն եւ մերձավոր արևելքի երկրներին ասելու է ես պատրաստ եմ արհեստական ինտելեկտի առումով ձեզ տեղեկատվական կենտրոն դառնալ եւ ձեզ ծառայություններ մատուցել։ Վճարեք ինձ, այս լավ է, իհարկե լավ է, բայց միայն դա բավարար չի։ Մեզ պետք է ինքնուրույն Հայաստանով սեփական կիսահաղորդիչներ արտադրելը եւ այս ուղղությամբ է, որ այսօր Հայաստանի տնտեսական, քաղաքական միտքը պիտի շարժվի ու պիտի քաղաքական այնպիսի պայմաններ ստեղծի, որ 2026 թվականից հետո էլ այս թվարկածս հնարավորությունները իրականություն դառնալու հնարավորություն ունենան։ Սարգսյան, տեսեք, այդ թվում ձեր ասածները, թե Արևմուտքի եւ թե Ռուսաստանի կողմից տարբեր կերպ են մեկնաբանվում եւ տարբեր կերպ է արձագանք հնչում։ Հիմա Հայաստանը ինչպես պետք է պահի հավասարակշռությունը այդ դերակատարների միջև։ Հատկապես նաեւ չմոռանանք, որ օրեր առաջ օրինակ արդեն Ալիևն ու Պուտինը նստեցին սեղանի շուրջ եւ դրանից հետո էլ կարծես թե հայտարարվեց, որ լարվածությունը կարծես թե մեղմվում է։ Դա ազդեցություն չի ունենալու այս ամբողջ գործընթացների վրա։ Միանշանակ ազդեցություն ունենալու է, որտեղ 2026 թվականի ուղղությամբ աշխատում է նաև Ռուսաստանը, եւ Ռուսաստանը աշխատում է իր ազդեցության տակ եղած բոլոր տեղերում։ Ինքը աշխատում է Ռումինիայում, եւ Ռումինիայի իշխանությունները կարողացան ընտրական process-ում երկրորդ փուլից դուրս անել ընդդիմադիր տեխնացուի, որը օժանդակվում է Ռուսաստանի կողմից եւ արտաքին քաղաքական ազդեցություններ, այսինքն ինչ եմ սա ասում, ես համոզված եմ ու գտնում եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ պիտի արտաքին քաղաքական անմիջական միջամտությունը 5-րդ շարասյուն տեսքով թույլ չտան, որտեվ տեսեք նույն Ֆրանսիայում արգելվեց Լպենին ընտրություններին մասնակցելու։ Ֆրանսիան, որ ժողովրդավարության բաստիոն է, հիմնակետ ու սա ճիշտ է, որովհետև Ռուսաստանը փորձում է միջամտել անգամ Միացյալ Նահանգների ընտրություններին իր խակերներով։ Հիշում եք Բայդեն-Թրամփը առաջին ընտրությունները ու այդ աղմուկը դե որ մինչև հիմի դեռ հանգուցալուծում չի ստացել։ Այսինքն այս համատեքստում Ռուսաստանը շահագրգռված է եւ ինքը ամենայն հավանականությամբ Ալիևին ասում է, որ որևէ փաստաթուղթ մինչև 26 թվականի ընտրությունները չստորագրես։ Որովհետև տեսնենք կարող է այնտեղ անցնի մեր տեխնացուն, իսկ մեր տեխնացուի անցնելու դեպքում կաշխատի նոյեմբերի 9-ին 9-րդ կետը, ինչը քո համար ավելի ձեռնատու կլինի, կաշառքը կտաս, կգնաս, կգաս քո համար բաց կլինի, մենք էլ Հայաստանի հետ կվարվենք այնպես, ինչպես ուզում ենք, որտեղ մեր ընկերը եւ մնացած առումներով մեր համախոհը դու ես։ Իսկ Միացյալ Նահանգները Միացյալ Նահանգներն էլ անում է բացարձակ հակառակ բանը։ Միացյալ Նահանգներն անում է
ամեն հնարավորը, որ մինչև 2026 թվականի ընտրություններ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության համաձայնագիր, եւ այդ ստորագրած խաղաղության համաձայնագիրը որպես հաղթաթուղթ Նիկոլ Փաշինյանը այդ հաղթաթղթով ներկայանա 2026 թվականի ընտրություններին եւ կարողանա հասնել հաջողություն, որպեսզի քաղաքական կուրսը չփոխվի եւ որպեսզի իմես թվարկած բոլոր այն ծրագրերն ու նպատակները, որոնք դրել են Միացյալ Նահանգները, այդ կարողանան իրականություն դարձնել, որտեղ Թրամփ-Նիկոլ Փաշինյան ստորագրած փաստաթղթում մի ընդհանրություն կա 3 կետում էր։ Այդ 3 կետում էլ գրած է, որ այն գործում է մի տարի ժամկետով։ Ինչու մի տարի ժամկետով, որովհետեւ 26 թվականի նոր ընտրություններ են։ Եթե այստեղ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունենում, Թրամփի ուղի ասածը հենց սկսենք այդտեղից 3-րդ կետից վերջանում է։ Իսկ այդ 1 տարվանից հետո, օրինակ, իշխանությունը պահպանվեց, կան երաշխիքներ, որ դա շարունակություն կունենա։ Այստեղ ոչ միայն երաշխիքներ կան, սրանում ես համոզված եմ, որովհետև այդ շահագրգռվածությունը Միացյալ Նահանգների կողմից հնարավորինս կարճ ժամանակում ազատվելու բազմամետաղային կախվածությունից Չինաստանից ակնհայտ է։ Երեք արդեն Թրամփը 100%-անոց պատժամիջոցներ էր կիրառում Չինաստանի վրա, որտեղ Չինաստանը բանտարկյալի կարգավիճակում է պահում բոլոր նրանց Նիդերլանդներից սկսած Ճապոնիայով, ովքեր այդ բազմամետաղ հազվագյուտ հողային մետաղներ են օգտագործում կիսահաղորդիչների արտադրության համատեքստում։ Ու ամբողջ խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգներում հաշվարկել են, որ Հայաստանն ունի այդ հողային բազմամետաղները։ Դրանք կան մեր փոչահանքերում, Քաջարանի փոչահանքում, դրանք կան Ագարակի փոչահանքում, կան Կապանի փոչահանքերում եւ այլն։ Եվ այս ուղղություններով Հայաստանը ինքն էլ պիտի շահագրգռված լինի եւ ներդրումներ անի։ Երբ որ Հայաստանի պետությունը հանդես է գալիս ոչ թե նեոլիբերալիստական գաղափարներով ես կապ չունեմ, ես միայն վերահսկում եմ, այլ ինքն էլ մտնում է մասնաբաժին ունենալու, ինչը այս վերջի տարիներին իհարկե արեց։ Քաջարանում 20-22% բաժնեմաս ունի, ինչքան գիտեմ, Ամուր-Սարում մտավ բաժնեմասի, այսինքն եթե ինքը մտնում է նաեւ բաժնեմասով, այլ ներդրողների մասնակցության հնարավորությունը 3 անգամ ավելանում է։ Ես ձեզ ասեմ, որ 1 միլիարդ ներդրումը ապահովում է 22000 աշխատատեղ այդ Եվրոպայի պայմաններում, Հայաստանում շատ ավելի շատ կապահովի։ Իսկ նման ոլորտներ մտնելու պարագայում այդ հնարավորությունը կտրուկ աճում է։ Հիմա կասեք Հայաստանին փող որտեղից որ այդ դնի, որտեղ բյուջեի դեֆիցիտ ունի։ Դրա համար մենք առաջարկել ենք տարբերակներ։ Առաջին դա կառավարման համակարգի թվայնացումն է։ Օրինակ Մերձբալթյան Էստոնիայում մի տարվա մեջ 1 միլիարդ 200 միլիոնի խնայողություն է եղել զուտ կառավարման թվայնացման առումով։ Էլ չեմ ասում կոռուպցիայի ցուցանիշներ եւ այլը բիզնեսի ակտիվության, որովհետեւ չկա կոռուպցիա։ Երկրորդ Սովետական միության տարիներին Հայաստանը ամբողջությամբ ուսումնասիրվել է, մինչև 88 թիվը երկրաբանական առումով ամեն քառակուսի մետր ուսումնասիրել են, պետությունը փող էր դնում։ Սովետի փլուզումից հետո էլ փող չի դրվում, բայց այդ ուսումնասիրությունների արդյունքները մնացել են։ Եվ Հայաստանում կան բազմաթիվ ոսկու հանքավայրեր, որոնք սովետական միության ժամանակ համարվել են արդյունաբերական նկատառումներով պաշարիքիչ լինելու, ոչ նպատակահարմար։ Այսօրվա ոսկու գների պայմաններում նույնիսկ սովետական միությունը կհամարեր նպատակահարմար, որտեղ ոսկու գները թռել են։ Եվ այսօր փաստորեն Հայաստանում ոսկու բազմաթիվ հանքավայրեր կան, որտեղ մինչև 10-30 տոննա ոսկի կա, որ այն ժամանակ ոչ նպատակահարմար է համարվել։ Այսօր ոչ միայն նպատակահարմար է, գերշահավետ է։ Հետևաբար այդ հանքավայրերը շահագործել է պետք։ Ես ձեզ ասեմ, որ այսօր 1 տոննա ոսկին արժի $122 միլիոն։ Ուզում եք համախառն ներքին արդյունքն ավելացրեք, խնդրեմ ավելացրեք։ Հայաստանի Հանրապետությունն ունի 44 մետաղական հանքավայր ուսումնասիրված նաև արդյունաբերական նշանակության պղնձի մոլիբդենի, որից աշխատում է 4-ը, ինչի մյուսները չեն աշխատում, որովհետև սխալ տնտեսական եւ հարկային քաղաքականություն ենք վարում այդ ռոյալթիների անհեթեթ համակարգով։ Առաջարկություններ եւ մշակված ծրագրեր կան, թե ինչպիսի առանցգական գների որ պայմաններում ինչպիսի տոկոսներ կիրառել, որի պարագայում կդառնա ձեռնատու։ Այս քայլերն են, որ Հայաստանի իշխանությունները պիտի անեն եւ մենք փողի խնդիր չենք ունենա։ Եվ հավատացնում եմ ձեզ, ճիշտ տնտեսական քաղաքականության պարագայում Հայաստանի ուղղությամբ պատերազմ անելու մասին որևէ երկիր տարածաշրջանում չի մտածի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր։